Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Մայիսի 7-ին ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է բնակելի տանտանիքը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են տուժածներ չկան։ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից եւս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ։ Ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային վերին շեմը կհանվի, փոխարենը կկենտրոնանան անձի որակական, ֆիզիկական հատկանիշների եւ կրթության վրա։ Օրենքի համապատասխան նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին։ Գլխավոր դատախազը օրենսդիրում ներկայացրել է 2024 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, ընդգծելով հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի գույքի բռնագանձման եւ պետությանը հասցված վնասի փոխհատուցման ոլորտներում արձանագրված արդյունքները։ Վարդապետյանը նաև անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործով քննության մանրամասներին։ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը, ըստ նրա քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է անհրաժեշտ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի 2026-28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակը։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի կատարելագործման ուղղությամբ։ Ռուսաստանը պնդում է, որ այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 8-ից Պուտինի կողմից հայտարարված երրորդյա հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել։ Չնայած դրան, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, ուկրաինական կողմը մարտական գործողությունները չի դադարեցրել։ Օրվա միջազգային անցուդարձը։ Մայիսի 7-ին ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տանտանիքը։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանգնում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից եւս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկությունները։ Հիշեցնենք, մարտի 14-ից, երբ հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, ադրբեջանական կողմը շաբաթներ շարունակ հետևողականորեն օրվա մեջ մի քանի անգամ Հայաստանի զինված ուժերին մեղադրում էր իր դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել էր հրապարակված բոլոր հաղորդագրությունները, դրանք որակելով որպես ապատեղեկատվություն, հիշեցնելով, որ Բաքվին առաջարկել է հրադադարի խախտումների արձանագրման համատեղ մեխանիզմ գործել։ Ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային վերին շեմը կհանվի, փոխարենը կկենտրոնանան անձի որակական, ֆիզիկական հատկանիշների եւ կրթության վրա։ Օրենքի համապատասխան նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։ Բացի այդ, առաջարկվում է քրեական ոստիկանության օրինակով ունենալ բաց ընդունելություն, որտեղ թե քաղաքական անձինք, թե ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելության։ Ըստ նախարարի, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Կառավարության որոշմամբ այսուհետև ոստիկանությունում ծառայության կանցնեն նաև 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ եւ առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։ Նախագծով առաջարկվում է տարիքային շեմի գործող սահմանափակումը հանել։ Համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում այն է իրականացնել բաց ընդունելության արդյունքում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, հետագայում նաև հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով արդեն ընտրել այն կադրերին, որոնք որ պիտի կրթական համապատասխան խողովակով անցնեն եւ մասը կազմեն ոստիկանության։
Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը։ Այս պայծրությամբ մենք բավական մեծ թվով թափուր հաստիկներ ունենք համայնքային ոստիկանությունում, շուրջ 700 թափուր հաստիկի մասին ենք խոսում ընդհանուր առմամբ այս ծառայության դեպքում, սակայն այս ծառայությունը կարևոր նշանակություն ունի համայնքի հետ ամենօրյա սերտ աշխատանքի, ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների բացահայտման եւ առհասարակ պրոֆիլակտիկ աշխատանքների տեսանկյունից։ Մենք ասել ենք, լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն այո, ինքը կարա գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, որովհետև մենք բոյը ինչ կապ ունի, կարևորը ինքը ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի, հասկանում եք, որը մարդուց է կախված։ Եվ այս գործելակերպը այսինքն շղթայական, սենց ամեն ինչ ծռելով, որ ստարտի կետը ծուռա դրած, մնացած ամեն ինչը ծռվում գնում է։ Եվ հետևաբար ես ունեմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի, այսինքն հանում ենք, չէ՞, ընդհանրապես տարիք։ Նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորել ոչ թե պաշտոնի նշանակվելուց 6 ամիս, այլ 2 ամիս անց։ Բացի այդ նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։ Ընդ որում արհեստագործական կրթություն ստացած նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։ Մարդը օրինակ ենթադրենք հաշվապահ աշխատել, լսում է, ինչ որ իմաստով ուզում է փոխի իր աշխատանքը, հիմա մեզ լսում է, ասենք ենթադրենք 47 տարեկան է։ Ինքը հիմա կարա լսում այս ուղերձիրան վերաբերվում է, որ օրենքի ընդունման ուժի մեջ մտնելուց հետո ինքը կարող է դիմել եւ ծառայության անցնել համայնքային ոստիկանություն եւ այդ կրթական ծրագիրը անցնելուց հետո ինքը արդեն ատեստավորման մակարդակի աշխատավարձ կունենա։ Այո, պարոն վարչապետ, տվյալ հաշվապահը ենթադրվում է, որ ունի նաև բարձրագույն կրթություն, բակալավրի որակավորում։ Բարձրագույն կրթությունը պարտադիր է, որտեղ բարեկայանում մենք պարտադիր չենք համարում։ Այո, բակալավրի որակավորում պիտի ունենա անձը։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է դյուրացնել էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարումը եւ դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, նաեւ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի, պետական գրանցման եւ հասարակ գրավոր գործարքի կատարմամբ միաժամանակ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, պետական գրանցման ու հաշվառման գործընթացը։ Էապես նվազեցնելով Հայաստանի ներքին գործերի նախարարության հաշվառման քննական բաժինների հերթերը։ Նախկինում եթե մեր քաղաքացիները տրանսպորտային միջոցի առողջարքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքման եւ նաեւ սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները պիտի անեին մի քանի անգամ ընդཐུպ մինչեւ հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելությունների միջոցով, նախաձեռնությունն առաջարկում է թվային պլատֆորմով իրականացնել ամբողջ process-ը։ Մեկ այլ նախագծով էր պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին։ Որոշել ենք, որ պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից սահմանված վճարի չափով, բայց ոչ ավել քան 10,000 դրամ, օրինակ եթե 8,000 դրամ է, մենք 8 կվճարենք, 10, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000-ը, 1,000 դրամը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազված յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու դեպքում արդեն 15,000 դրամ, որտեղ բրուցելոզով հիվանդ անասունների մորթը ունի առանձնահատկություններ, բարդություններ եւ դրա համար պետք է լիացուցիչ մոտիվացիա եւ խթան տրամադրենք։ Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի եւ Ճապոնիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Անվտանգության խորհրդի գրասենյակը մշտապես հետևում է մամուլում տեղ գտած կոռուպցիոն հրապարակումներին, դրանք հավաքագրում է, կազմում միասնական զեկույց եւ ներկայացնում վարչապետին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նման զեկույցներ ստանում է համապատասխան կառույցից։ Գրիգորյանի խոսքով նման աշխատանք ԱԽ գրասենյակը իրականացնում է արդեն երկար ժամանակ, իսկ դրա պատճառը պարզ է։ Կոռուպցիան դիտարկվում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը։
Միանշանակ մենք չենք գնում այսպես կոչված նախկինների ճանապարհով, ինչն է պատճառը, որ անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք, մեր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կոռուպցիայի դեմ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է եւ անվտանգության խորհուրդը նաեւ դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում եւ հրապարակումները, որոնք կան մամուլում, այդ հրապարակումների մասին մենք հավաքագրում ենք եւ տեղեկացնում ենք նաեւ զեկույցով վարչապետին, համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է եւ ազդում է Հայաստանի անվտանգության վրա։ Հայաստանի կառավարության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջ քաշված իրական Հայաստանի քաղաքակրթական մոդելը եւ գաղափարախոսությունը լիարժեքորեն արձագանքում են երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Այս մասին կառավարության շենքում լրագրողների ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքով ինքը ուրախ կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիրը, ինչը ըստ նրա վերջնականապես կբացառի պատերազմները եւ հնարավորություն կտա երկրի ռեսուրսներն ուղղել սոցիալական, կրթական եւ առողջապահական ոլորտների զարգացմանը։ Պապոյանը անդրադարձել է նաեւ օրեր առաջ Արմավիրում տեղացած կարկուտին եւ այս մասով կարեւոր հայտարարություն արել։ Ես առաջիկա օրերին պլանավորում եմ այցեր հենց գյուղեր, տեղում կծանոթանամ ստեղծված իրավիճակին, այնուհետև կգույքագրենք խնդիրները, կգույքագրենք վնասների չափը, արդեն իսկ մոտավորապես գիտենք ինչի մասին է խոսքը, օրինակ ամենամեծ վնասը ելակն է կրել, այնուհետև բանջարաբոստանային կուլտուրաները եւ համեմատաբար ավելի քիչ վնաս պտուղը, բայց կհասկանանք վնասի ծավալները, ինչպես նաեւ կհասկանանք այն մեխանիզմները, որով կփորձենք օրինակ փորձենք աջակցենք մեր բնակչությանը, որպեսզի իրենք այս դժվար իրավիճակից դուրս գան։ Ես ուզում եմ նշել, որ անցած տարի մենք եւս այդպիսի բարդ իրավիճակի առաջ էինք եւ այդտեղ շատ անհատական մոտեցումներ էինք ցուցաբերում։ Մի դեպքում փորձում էինք վարկային տոկոսադրույքների հետ կապված որոշակի երկարաձգումներ ունենալ, մի դեպքում այլ լուծումներ։ Ուզում եմ նշել, որ խնդիրը հիմա գույքագրման փուլում է։ Ես ինքս վաղը մասնավորապես մայիսի 9-ին պլանավորում եմ լինել գյուղերում, ինչպես նաև Կիրակի օրը կլինեմ մեր գյուղերում եւ խնդրին մանրամասն կծանոթանամ շաբաթ Կիրակի օրեր եւս եւ որից հետո արդեն կհասկանանք ինչպիսի աջակցության մեխանիզմներ կարողանանք կիրառել։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի 2026-28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների եւ ծախսային շրջանակի վերաբերյալ։ Ամփոփելով քննարկումը Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները ծրագրի կատարելագործման ուղղությամբ, առանձնահատուկ կարևորելով թիրախային ծրագրերի հստակեցումն ու դրանց համապատասխան քաղաքականության իրականացումը։ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք հայրենական մեծ պատերազմ հաղթանակի նվիրված միջոցառումներին։ Շարունակում ենք թողարկումը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովում ներկայացրել է դատախազության 2024 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, ընդգծելով հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի գույքի բռնագանձման եւ պետությանը հասցված վնասի փոխհատուցման ոլորտներում արձանագրված արդյունքները։ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է ավելի քան 38,000 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 52,6 միլիարդ դրամի գույք ու միջոցներ։ Վարդապետյանը նաև անդրադարձել է մի շարք բարձր պրոֆիլի գործերի ընթացքին, այդ թվում Միքայել Մինասյանին, նաև հոկտեմբերի 27-ի գործով քննության մանրամասներին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում ներկայացրել է դատախազության 2024 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։ Անդրադառնալով հաշվետու տարում կատարված աշխատանքներին, Վարդապետյանը նշել է, որ հաղորդման մեջ ներառված են պետական եւ համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, զինվորական ծառայության ոլորտում իրականացված գործողությունների, նաեւ քրեական վարույթների եւ դատական ներկայացված գործերի վերաբերյալ տվյալներ։ Նշված
Գործից 11801-ը 13179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Հիշեցնեմ, որ 23 թվականին 8393-ն էր 10115 անձի վերաբերյալ։ Թվերի համադրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 23 թվականին, եւ դրանցից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ։ Կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ։ Հաշվետու տարում վերականգնվել է պետությանը եւ համայնքներին պատճառված ավելի քան 42 միլիարդ դրամի վնաս, ինչը համարժեք է մոտ 107 միլիոն ԱՄՆ դոլարի։ 2024 թվականին վերականգնված գույքի եւ դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 52.6 միլիարդ դրամ։ Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, Վարդապետյանը նշել է. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2021-ից մինչև 25 թվականի ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում Հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 147 հայցադիմումներով արգելանք է դրված 1496 անշարժ գույքի, 288 շարժական գույքի, 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի եւ 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա։ Արգելադրված գույքերի եւ իրավաբանական անձանցում մասնակցության գնահատումը դեռևս ընթացքի մեջ է։ Դատախազությունը նաեւ կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնց շրջանում պետությանը փոխանցվել է գույք եւ միջոցներ ընդհանուր 2.8 միլիարդ դրամի չափով։ Վարդապետյանը թվարկել է նաեւ մի շարք բարձր պրոֆիլի գործեր, այդ թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, համայնքապետերի, գերատեսչությունների ղեկավարների, նաեւ իրավաբանական անձանց ղեկավարների դեմ հարուցված վարույթներ։ Վարդապետյանը մանրամասնել է. Դրանցից մեկը վերաբերում է Պաշտպանության նախկին նախարարի կողմից փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթին։ Երկրորդը Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից բազմաթիվ դեպքերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթին։ Երրորդը Ֆուտբոլի ֆեդերացիա նախկին նախագահի փոխկապակցված անձանց կողմից կեղծիքներ կատարելու միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաև փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթը։ Երևան քաղաքի Աբովյան, Արամին, Նալբանդյան փողոցներին հարող տարածքում անշարժ գույք ձեռքբերում եւ կառուցապատում իրականացրած ընկերության տնօրենի կողմից անշարժ գույքի գնահատում իրականացնող ընկերության տնօրենի օժանդակությամբ մի շարք անձանցից առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 666 միլիոն 765 հազար դրամ հափշտակելու, ինչպես նաև իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ վարույթը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադառնալով գլխավոր դատախազի ներկայացրած 2024 թվականի հաղորդմանը նշել է, որ դրանից բացակայում է հոկտեմբերի 27-ի գործով ընթացքի մանրամասները, ինչին ի պատասխան Վարդապետյանը տեղեկացրել է, որ գործի քննությունը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում եւ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Ես նշեցի, որ հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է նախաքննության փուլում, ակտիվ նախաքննության փուլում եւ պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Ես դիտավորյալ չեմ պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, պարոն Քոչարյան, որպեսզի չվնասեմ քննությունը։ Նույն կերպ պետայրավական հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ մարտի 1-ով նախաքննության փուլի հետ կապված հարց հնչեց, որի վերաբերյալ նույն պատասխանն եմ տվել։ Մենք նախաքննության շահից ելնելով այս պահին կիսատ տեղեկատվություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացում կարող է գործ ունենալ եւ անձինք ուղղակի անհայտանում են Հայաստանի Հանրապետությունից ու մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են, պարոն Քոչարյան, իսկ բոլոր այն ոչ հրապարակային ելույթները կամ մամուլի հրապարակումներից դուրս ձեզ հայտնի տեղեկատվությունը ես կխնդրեմ մեզ ուղարկել գաղտնի նշագրումով։ Մնացածի վերաբերյալ, եթե կարծում եք, նորից եմ կրկնում, որ մեր ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ ուղարկեք։ Վարդապետյանը հայտնել է նաև, որ Իտալիայի իրավապահները մասամբ բավարարել են Հայաստանի դատախազության իրավական օգնության խնդրանքը տրամադրելով տեղեկատվություն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ քրեական գործի որոշ դրվագների մասին։ Դատախազը նշել է, որ խոսքը հանցավոր խմբավորման մասին է, հստակ դերաբաշխումներով, ներառյալ իրավական ապահովման, խոչընդոտների վերացման եւ օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման ոլորտում։ Ըստ գլխավոր դատախազի վարույթն ամբողջությամբ չի ուղարկվել դատարան,
երկու հիմնական պատճառով 70 դրվագից բաղկացած գործը միանգամից դատարան ուղարկելը կհանգեցներ դատաքննության երկարաձգմանը, գործի դրվագներն ուղարկվում են ըստ ապացույցների ձեռքբերման հաջորդականության։ Նա նաև նշել է, որ Միքայել Մինասյանի վերաբերյալ դատարան ուղարկված վարույթի մասին տեղեկություն չի ներառվել 2024 թվականի հաշվետվության մեջ, քանի որ վարույթի ֆիզիկապես դատարան մուտք է գործել 2025 թվականի փետրվարին։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դադարեցնի իր պաշտոնավարումը։ Այս մասին նա հայտարարել է խորհրդանում տեղի ունեցած շփազրույցի ընթացքում, անդրադառնալով ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է անհրաժեշտ։ Կարևոր է, որ այդ հետևանքը հանրապետություն կուսակցությունը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով հանրապետություն կուսակցությունը, եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու։ Դրա հակառակն է ստանալու։ Այսինքն ՔՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ եք հասկանում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անհայտ կորած անձանց թիվը ըստ քննչական կոմիտեի տվյալների 195 է։ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է իրավական հստակ սահմանում տալ, ով կարող է համարվել անհայտ կորած պատերազմական ինչ հանգամանքների հետևանքով, նրանց ընտանիքի անդամներին պետական ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերվի, ինչպիսի իրավունքներ նրանք ունեն, ինչ պարտավորություններ պետք է ստանձնի պետությունը եւ հարակից նմանօրինակ այլ կարգավորումներ։ Ընդ որում սա վերաբերում է նաև Արցախյան առաջին պատերազմից հետո առ այսօր անհայտ կորած համարվող անձանց ու նրանց ընտանիքներին։ Նրանց թիվն էլ 1160 է։ Իրավապաշտպանները սակայն կարծում են, որ նախագիծը բավականին թերի է եւ չի արտացոլում իրավական այն պատկերը, որը այս ուղղությամբ այժմ տիրում է։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, անհայտ կորած անձանց խնդիրը միջազգային նորմերով համարվում է բացառիկ մարդասիրական իրավունքի խնդիր, մինչդեռ թե Ադրբեջանում, թե Հայաստանում այն տարիներ շարունակ դիտարկվել է հակամարտության բացառապես քաղաքական կարգավորման տիրույթում։ Սաքունցի խոսքով արկա խնդիրների, իրավունքների եւ պարտավորությունների ամբողջ սպեկտրը ըստ նախագծի վերապահվելու է ազգային անվտանգության ծառայությանը, ինչը սակայն ճիշտ եւ ինստիտուցիոնալ լուծում չէ։ Ժնևյան կոնվենցիաների առաջին արձանագրության 31-ից 33 հոդվածն, որը վերաբերում է հենց անհայտ կորածներին, ուղղակի նշում է հակամարտության սկզբից հակամարտող կողմերը պետք է ստեղծեն անհայտ կորածների բյուրո, որոնք պետք է աշխատեն միմյանց հետ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման եւ փնտրման աշխատանքներով։ Սա բանն է։ Կոնվենցիայի գիծարձանագրության այդ մոտեցումն է։ Այսինքն ինչ է ենթադրում սա, որ պետությունը պետք է ունենա այդ մարմինը, որ ուղղակի պետք է աշխատի հակամարտության մյուս կողմի նույն մարմնի հետ։ Ազգային անվտանգության ծառայությունը, եթե օրինակ բերեք, ես շատ հետաքրքիր, ուղղակի ես չեմ տեսել որևէ մի պետության ազգային անվտանգության ծառայություն, որը կամ անվտանգային մարմին այդ տիպի որ ասենք միջազգային ասպարեզում հանդես գա, ասենք թե ինչ ասեմ, ՄԱԿ-ում կամ Եվրոխորհրդում կամ բան, որովհետև իրանց գործառույթները ընդհակառակը ավելի շատ ոչ թե բաց լինելն, այլ ծառայության բնույթից ելնելով սա խորհրդապահական է, հա, գաղտնապահական եւ այլն եւ այլն։ Եվ այդ մարմինը հիմա, եթե մենք լիազորում ենք, ասենք մեր ազգային անվտանգության ծառայությանը, այս գործառույթը, ինքը պետք է աշխատի ում հետ։ Ենթադրենք Ադրբեջանում ստեղծեցին այդ միջգերատեսչական հանձնաժողովը։ Օրինակ հիմա իրանք չեն ընդունում կամ բան։ Արդյոք կաշխատի մի մարմնի հետ, որը հետախուզական գործառույթներ ունի։ Հա, տվյալներ եւ այլն, այսինքն տվյալների հավաքագրող է ինքը, այլ բնույթի տվյալների, սպառնալիքների եւ այլն։ Սա լուրջ հարց է։ Հիմա պետությունը մեր որոշել է, որ ասենք, օքեյ, միջազգային բաներում կարա գնա ԱԳՆ-ն, փաստորեն, հա, ներկայացնի այդ բանով։ Այսինքն այստեղ խնդիր ունենք։
2026 թվականին էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը լինելու է բացարձակ իշխանություն, 50+1% ձայն է հավաքելու։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք է հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե իշխանության վարկանիշը օրեցօր նվազում է, իսկ Ռոբերտ Քոչարյանինը հակառակը։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին, նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խաբկանք է, թող իրանք ցույց տան, այո, կարող է վարչապետի մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաջողանալ եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իջնում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, չի մի համարեք, որ սա ինչ-որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաեւ, որ մենք դաշինքով ենք գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու է այն բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական որ չընդհատեցնա 50+1 որը հիմա ասում եք խոստովանում եք նախ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ հենց իրանք մտնեն եթեր մեր վարկանիշը կսկսի բարձրանալ եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա իսկ եթե իրենք բոլորով սկսեն տենց բաներ անել, ես կարծում եմ մենք կարանք ուղղակի տանից դուրս չգանք։ Ալեն Սիմոնյանն արձագանքել է նաև այն մեկնաբանություններին, թե հայ-ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի եւ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել չի պատրաստվում։ Նա հակադարձել է ընդդիմադիրների այն քննադատություններին ու իշխանությանն ուղղված մեղադրանքներին, թե կազուսային նման իրավիճակում հայտնվելու պատճառը հայկական կողմի բանակցողներն են։ Այն մարդը, ում դուք ասում եք չի կանալու բանակցի 17 կետի շուրջ է բանակցել 17 կետա թող դե լավ էլի սահմանազատման թուղթնել եք ասում չի ստորագրել հետո Ալիևը ստորագրեց ասիկ վայ ստորագրեց հիմա 17 բա որ համաձայնեցրել է բա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում այդ 5 կետը դարավ 7-ը դարավ 10 13 անգամ մենք այդ թուղթը ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան գործ չունեն, տանկերի մոտորները անջատել էին եւ ասում էին, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրել։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթ օգտագործելով այդ 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ որտեղ սահմանել։ Այդ որ տարբեր տեղեր, 90-ականներից սկսած, այդ գիծը, այս կողմ այն կողմ այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը դա է շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածք։ Կա հարց կա, լավ էլի Կարինե ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր շտկում։ Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը, այս մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպանը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա, սա շատ սխալ որոշում է։ Նման որոշում կայացնելու փոխարեն հնդկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում ստեղծված լարվածությունը կարգավորելու համար, ասել է դեսպանը։ Միջազգային եւ տարածաշրջանային նորություններին ծանոթացեք տեսաշարով։
Ռուսաստանը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները, սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ ի պատիվ հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հաղթանակի հայտարարված հրադադարը։ Այն կգործի մայիսի 8-ին 0 ժամից մինչև մայիսի 11-ը 0 ժամը ընդհանուր 72 ժամով։ Պուտինը հրադադարի մասին հայտարարել է ապրիլի վերջին, մայիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակայնորեն մերժել է այդ առաջարկը։ Ռուսական կողմից նշել են, որ Ռուսաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինի հետ մղել հարձակումները, եթե Ուկրաինան խախտի հրադադարը։ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Չինաստանի ղեկավարը մայիսի 8-ին օրվա մեծ մասը կտրամադրի իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններին, իսկ մայիսի 9-ին կմասնակցի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնցում նա կլինի գլխավոր արտասահմանցի հյուրը։ Պուտինի եւ Սի Ցզինփինի բանակցությունները սկսվել են նեղ կազմով, որն ըստ էության նույնպես բավականին մարդաշատ է, հաշվի առնելով չինական պատվիրակության անդամների թիվը։ Ռուս-չինական գագաթնաժողովը կշարունակվի ընդլայնված կազմով կառավարության անդամների եւ խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։ Պուտինը եւ Սի Ցզինփինը զգայուն հարցերը կքննարկեն առանձին թեյախմության ժամանակ, որը տեղի կունենա բոլոր պաշտոնական միջոցառումների ավարտից հետո։ Վերջին տարիներին նման ոչ պաշտոնական շփումներ եղել են ռուս-չինական բոլոր գագաթնաժողովներում։ Հնդկաստանում մեկնարկել են ափհայս գործողություն անվանումը ստացած քաղաքացիական պաշտպանության համազգային վարժանքները Հնդկաստանի պաշտպանության նախարարության ձեռնարկած Սինդուր գործողության խորապատկերում կազմակերպված վարժանքներն անցկացվում են երկրի տարբեր նահանգների 244 շրջաններում եւ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Նյու Դելին, Մումբայը, Կալկաթան եւ այլն։ Մասնավորապես Նյու Դելիում էլեկտրաէներգիայի անջատումներ են նահանգների եւ նյութենական տարածքների կառավարություններին հանձնարարվել է միացնել օդային հարձակման շչակները, որոշ շրջաններում կիրառել էներգիայի անջատման կարգ եւ քաղաքացիական անձանց, այդ թվում ուսանողներին ծանոթացնել անվտանգության միջոցներին, որոնց անհրաժեշտ է հետամուտ լինել հնարավոր օդային կամ ցամաքային հարձակումների ժամանակ, ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Մայիսի 7-ին ազգին ուղղված իր ելույթում Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը Հնդկաստանի գիշերային հարձակումն անվանել է վախկոտ եւ գովաբանել է Պակիստանի բանակին վերահսկողության գծի վրա բախման ժամանակ հնդկական 5 կործանիչ խոցելու համար։ Շարիֆը հայտարարել է նաեւ, որ Պակիստանը անցյալ ամիս Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման մեջ ներգրավված չէ։ Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ Ալ-Շարան ժամանել է Ֆրանսիա, սա նրա առաջին պաշտոնական այցն է Եվրոպա։ Սիրիայի առաջնորդի նպատակն է ամրապնդել երկու երկրի միջև կապերը Սիրիայում տեղի ունեցող կրոնական բռնությունների ֆոնին։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է որոշակի պայմաններում աջակցություն ցուցաբերել նոր կայուն Սիրիայի վերականգնմանը։ Հանդիպման ընթացքում Մակրոնն ընդգծել է իր պահանջները սիրիական կառավարությանը առաջին հերթին տարածաշրջանի կայունացման, այդ թվում Լիբանանի եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Սիքստինյան մատուրի տանիքում տեղադրված ծխնելյուզից սև ծուխ է դուրս եկել, ինչը նշանակում է, որ կարդինալներին չի հաջողվել Հռոմի պապ ընտրել։ Կոնկլավը կշարունակվի։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալներ, եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։ Միացյալ Նահանգները դեմ չէ Իրանի միջուկային էներգիայի ծրագրին, բայց պնդում է, որ Թեհրանը Ուրան չհարստացնի, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահը դրական է գնահատել Իրանի հետ բանակցությունների արդյունքը։ Մենք շատ գոհ էինք իրանցիների արձագանքից, մեր ներկայացրած որոշ թեզերին, ընդգծել է Վենսը։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հակամարտության թեժացման ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մայիսի 7-ին մեկնել է Նյու Դելհի բանակցելու Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի վերաբերյալ քննարկումներ։ Միաժամանակ Արաղչիի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի նախագահությամբ տեղի կունենա երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը։ Կողմերը կքննարկեն նախկինում կնքված տնտեսական համաձայնագրերի իրականացմանն առնչվող հարցեր եւ կուրվագծեն դրանց հետագա զարգացման ուղիները։ Անդրադառնանք այլ թեմաների, Երևանում ներկայացվել է e-Logifest 25 նախագծի հայեցակարգը, որի առանցքում լոգիստիկ եւ էլեկտրոնային առևտրի նոր եւ նորարարական լուծումներ են։ Նախաձեռնությունը կոչված է Հայաստանում լոգիստիկ նոր հնարավորություններ ստեղծել հակառակ սահմանափակ հաղորդակցային ուղիների։ Հուշագրով առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանձն է առնում բոլոր հնարավոր ռեսուրսներով աջակցելու նման հարթակի կայացմանը։
Ilogifest 25-ը լոգիստիկայի եւ էլեկտրոնային առևտրի ոլորտներում տարածաշրջանի խոշորագույն իրադարձություն է, որտեղ հանդիպում են բոլոր նրանք, որոնք հավատում են, որ հակառակ բոլոր խոչընդոտների, փակ սահմանների, դեպիցով ելք չունենալուն եւ բարդ ռելիեֆի Հայաստանը կարող է եւ պետք է դառնա տարածաշրջանի լոգիստիկ կենտրոնը։ Այդ հավատը կիսում են նաեւ High-Tech համայնքում։ Դա փաստում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ilogifest 2025-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ուղղված լոգիստիկ եւ տեխնոլոգիական համայնքների փոխգործակցության խորացմանը։ Մեր թիմը հավատում է, որ Հայաստանը ունի ողջ պոտենցիալ է, որպեսզի դառնա տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն, լոգիստիկ հանգույց, եւ մենք ցանկանում ենք մեր միջոցառման միջոցով, մեր ուժերի ներածին չափ ստեղծել հարթակ, ստեղծել համայնք, որտեղ կմիավորվեն բոլոր շահագրգիռ կողմերը, թե բիզնեսները, թե ներդրողները, թե պետական կառույցները եւ հնարավորություն կստեղծվի ստեղծել բազմատեսակ ենթակառուցվածքներ, պահեստայինից մինչև լոգիստիկ ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն Հայաստան ներգրավել, հայկական շուկա ներգրավել համաշխարհային տարբեր հայտնի խաղացողների։ Ilogifest-ը եւ ցուցահանդես է եւ կոնֆերանս եւ հեքեթոն, որի ընթացքում բեռնափոխադրումների, առաքումների, պահեստավորման, էլեկտրոնային առևտրի, նորարարական լուծումների առաջատարները փորձ եւ գաղափարներ փոխանակելով, մրցակցելով ու փոխգործակցելով կերտում են Հայաստանի լոգիստիկ ապագան։ Քանի որ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության շրջանակներում ոնց արդեն նշեցի, մոտ 250 ընկերություն կա, որոնք բոլոր ոլորտներում ծրագրային եւ հարակից լուծումներ են առաջարկում։ Ունենք նաեւ միջազգային ընկերությունների մասնաճյուղեր, ունենք տեղական ընկերություններ, որոնք շատ լավ ծրագրեր ունեն, այդ թվում, չգիտեմ, գեոլոկացիայի ճշտման, ճշգրտման ճանապարհների եւ այլնի ու ոչ միայն, հա, անպային լուծումներ, պահեստային լուծումներ, տեխնոլոգիական լուծումներ, տարաբնույթ։ Մեր խնդիրն է այդ լուծումները բերել դաշտ ու նաև ծանոթացնել Ilogifest-ի մյուս ընկերություններին, որոնք որ հենց լոգիստիկայի բիզնեսի մեջ են, այսինքն, չգիտեմ, բեռնափոխադրումներ, առաքումներ, ներկրումներ, արտահանումներ եւ այլն։ Հենց այս նպատակով մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Երևանի Մերիդիան ցուցահանդեսների եւ միջոցառումների կենտրոնում տեղի կունենա Ilogifest 2025 տարածաշրջանային առաջնակարգ միջոցառումը, համախմբելով լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի եւ տեխնոլոգիաների առաջատարներին։ Մենք հրավիրել ենք այս պահին Մեծ Բրիտանիայում բնակվող Շիրակի 4 նավահանգիստը նախագծի հեղինակին Շարլ Մալասին, որպեսզի նա գա եւ մեզ հենց միջոցառման շրջանակներում համաժողովի ընթացքում պատմի եւ ներկայացնի Շիրակի 4 նավահանգստի եւ այդ տեսակ ենթակառուցվածքների ստեղծման նշանակության մասին։ Այդ ենթակառուցվածքը իրենից ենթադրում է մուլտիմոդալ լոգիստիկ հանգույց եւ պահեստային այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան էլեկտրոնային առևտրով զբաղվող շատ խոշոր ընկերությունների հանգիստ կարգավորել իրենց թե ներմուծման, թե արտահանման, թե տեղից վաճառքը իրականացնելու խնդիրները։ Եվ այդ պարագայում նման ենթակառուցվածք ունենալու պարագայում Հայաստանում տեղակայված եւ իրենց բիզնեսները տեղակայող ընկերությունները կսպասարկեն ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանում մեզ հարևան երկրները։ Մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու ավտոմատացման, պահեստների կառավարման, արհեստական բանականության վրա աշխատող գործիքների եւ թվային առևտրի հարթակների ժամանակակից լուծումները։ Սա նաեւ հնարավորություն է Հայաստան բերելու միջազգային լոգիստիկ ցանցերը։ Ցուցահանդեսը գործարարներին հնարավորություն կտա կապ-հաստատել պոտենցիալ հաճախորդների, գործընկերների եւ մատակարարների հետ։ Այսինքն բիզնեսները ներկա գտնվելով միջոցառմանը հնարավորություն կունենան տեսանելիության խնդրից սկսած լուծել մինչև վերջին հաճախորդ ձեռք բերելու խնդիրը։ Այսինքն կլինի բիզնես միջավայր, որտեղ մասնակից ընկերությունները կառաջարկեն իրենց ծառայությունները, իրենց պրոդուկտները եւ հստակ արդյունքներ կկարողանան ձեռք բերել։ Գագաթնաժողովի օրակարգում կլինեն կայուն լոգիստիկայի, սահմանային կանոնակարգերի, թվային առևտրի միտումների, դրանցում արհեստական բանականության դերակատարման վերաբերյալ թեմաները։ Միջոցառման միջազգային գործընկերներն են ISTC-ն եւ GIZ-ը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ցտեսություն։